Դիմանալու չի, բնականաբար Արցախի կորուստը ինչևէ պայքարելը շատ կարևոր է։ Ես դեռ պայքարում եմ, մեր ընտանիքը շատ կապված է եղել այդ շարժման հետ։ Տեսեք, դա վերջի համերգն էր մեր Արցախի եւ вообще Արցախ աշխարհի վերջին տեսարանն էր մեզ համար։ Ազատել Շուշին։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք ազգային ժողովրդական երգերի կատարող Աղասի Իսպետյանին։ Պարոն Իսպետյան, մենք մայիսին ձեռք բերեցինք անկախություն, ունեցանք Սարդարապատ, հայրենական պատերազմում հաղթանակ տարանք, ունենալով 4 մարշալ, մայիսի 9-ին մենք ազատագրեցինք Շուշին ու Արցախը ունեցավ կանոնավոր բանակ։ Այսօր այս ամբողջը անցնելով ինչ խորհուրդ է ստանում եռատոնը մեզ համար։ Նախ շնորհակալ եմ Նանիկ ջան ժողովուրդ օրաթերթի հարցազրույցի համար։ Միշտ սիրով պատրաստ ենք։ Ես գիտեմ, որ այս օրաթերթը միշտ ներկայացնում է ժողովրդի շահերը, ժողովրդի խնդիրները, ամեն ինչ ինչը կապված է ժողովրդի հետ։ Դե ժողովրդի մի մասնիկն էլ մենք ենք։ Պիտի շնորհավորեմ մեր հայ ազգին անցած հաղթանակների համար։ Ընդհանրապես մենք մեր սերունդները միշտ հաղթանակներով ուրեմն առաջնորդվել ենք։ 90-ական թվականներին, երբ որ Արցախյան առաջի պատերազմն էր, 10-12 տարեկան էի ես, այդ ժամանակ էլ միշտ երբ որ տենց այդ գրավման տարածքները բանվոր ես միշտ տեղյակ էի լինում, էլի որ ասենք թե այսինչ տեղը արդեն առաջադիմեցին բան մեր բանակը, ուրախանում էինք, ուղղակի հպարտանում էինք։ Այսօր մի քիչ դե բոլորս գիտենք ինչ իրավիճակ է մեզ մոտ, մեր ազգի մոտ, մեր երկրի մոտ։ Շնորհավորում եմ մեր հայ ժողովրդին Շուշիի օրվա համար, вообще մայիս ամիսը Սարդարապատի օրվա համար եւ տա Աստված նորից վերածնվենք, ուժ հավաքենք, մեր հայ ժողովրդով գիտակցենք, վերջապես որ հաղթանակներն են կերտում կյանքի մնացած ապագան։ Առանց հաղթանակ չի լինում ոչ մի բան։ Նշեցիք, որ դեռ փոքր տարիքից հետևում էիք 12 տարեկանից հետևում էիք Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, եւ ես միշտ ծնողներիս կամ ավագներին ասում եի, որ դուք ամենաերջանիկ սերունդն եք, որ Արցախի ազատագրումը տեսաք, մասնակիցը եղաք Արցախյան ազատամարտի կամ հենց շարժմանը։ Հիմա երբ այս իրավիճակը ունենք մենք, ավելի լավ կլիներ ձեզ համար տեսնել Արցախի ազատագրումը, ապրել այդ հուշերը, թե ուղղակի չտեսնել եւ ուղղակի լսել դրա մասին։ Տեսեք, շատ ցավոտ է Նանիկ ջան այս հարցը ինձ համար, մեր ընտանիքի համար, իմ նման մարդկանց համար բնականաբար, որը ծնվել, մեծացել եւ ապրում է Հայաստանի Հանրապետությունում, ոչ մի վայրկյան չի բացակայել ընտանիքով այս երկրից, մեր երկրից։ Շատ ցավոտ է, շատ դիմանալու չի բնականաբար Արցախի կորուստը ինձ համար, մեր ընտանիքի համար ես չեմ կարող բառերով ասեմ, նույն կորուստն է, թե ֆիզիկապես մեր երիտասարդները, թե Արցախի տարածքը, շատ ցավով եմ ասում, որ բայց գիտեք, ինչևէ պայքարելը շատ կարևոր է։ Ես դեռ պայքարում եմ, դեռ ապրում եմ իմ երկրում եւ հույս ունեմ լավ է լինելու։ Արցախյան շարժումն ու ազատամարտը ինչ են այսօր մեզ հուշում, ինչ անելիք ունենք մենք երիտասարդներս։ Արցախյան ազատամարտը, ես մի քիչ առաջ նշեցի, որ փոքր տարիքից ուրեմն ազատամարտիկների հետ, ֆիդայիների, այն ժամանակվա մեր ջոկատների, տղաների, երեխա եմ եղել, բայց մեր ընտանիքը շատ կապված է եղել այդ շարժման հետ։ Դաստիարակություն, ուրեմն հայրենասիրություն, ոգի, ազգային հայրենասիրական ոգի եւ մեր երիտասարդներին շատ պետք է ուրեմն ազգային գիտակցություն, ընդհանրապես որտեվ ամեն ինչն էլ երիտասարդի համար բաց է այսօր, շատ ազատ է կյանքը այսօր շատ հետաքրքիր ու ազատ է, բայց առաջնահերթ պետք է լինի մեր հայկական ազգային գիտակցությունը։ Իսկ անկախության տարիներին մենք կարողացանք այդ ազգային գիտակցությունը պահել։
հաջողվեց մեզ պահպանել գոնե թե մասնակի։ Տեսեք, այո, մասնակի պահպանվեց։ Ժողովրդի մի որոշ չափ, ասենք, ինքը պահեց իր մեջ, բայց դե պետականորեն չեմ կարող ասել, մի քիչ երևի իմ գաղափարից դուրս է, բայց ժողովուրդը Իսկ ինչը փոխվեց։ Չէ՞ որ այսքան բոլոր զրկանքները, արհավիրքները տարեցինք նրա համար, որ անկախություն ձեռք բերենք, բայց անկախության տարիների ընթացքում կարծես թե մենք հեռացանք ազգայինից, աշխարհաքաղաքացի ձևավորվեց։ Որով տեսեք մեր պետական ուրեմն միջոցները ճիշտ չկիրառվեց, թե ծելեները, հեռուստաընկերությունները, այսօր ավելի շատ կարևոր եմ համարում հեռուստաընկերություններից, ուրեմն ազգային, ազգագրական, հայրենասիրական, ժողովրդական, գուսանական երկարվեստը ավելի շատ պրոպագանդվի, քան թե ինչ-որ այդ հումորային կամ չգիտեմ, այսօր ուղղակի շատ հեղեղվել այդ հումորայինը, որը ասենք մեր ազգին եսին այդ հումորը ասենք, եթե հումոր կարգին Հայկոյի Մկոյիցենկով արդեն ոնց որ էլ որտեվ իրանք ինչ պետք է արել են էլի այդ հումորայինը, այս հիմիկվա սերունդը լավ է, բաց չի այդ ամեն ինչը, բայց ավելի շատ պետք է կենտրոնանանք, մի քիչ լրջանանք էլի ավելի շատ մեր երիտասարդները, որով քանի որ այս մեր տղաները այս վերջի պատերազմի կամ առաջի Արցախյան շարժման ժամանակ ինչքան զոհեր տվեցինք, երիտասարդները, մեր կամավորները, բոլորը գիտակցաբար կյանքը տվեցին մեզ համար, մեր երիտասարդների, մեր սերունդների համար։ Պետք է չմոռանանք, ամենակարևորը, թե ինչի համար իրենք զոհվեցին, որպեսզի ունենանք ազատ անկախ երկիր, լավ երկիր։ Դրա համար մեր երիտասարդներին կոչ եմ անում գիտակցենք վերջապես, որ մենք շատ բան ենք կորցրել, թե ֆիզիկապես, թե տարածքային, որ գոնե ժողովրդի լեզվով ասած խելքի գանք մի հատ լրջանանք էլի։ Պարոն Իսպիրյան, թույլ տվեք հիշեցնել ձեր կյանքից մի դրվագ, որը ժողովրդին դուք նվիրեցիք, այսպես ասած, 2020 թվականից հետո, Արցախում պատերազմից հետո որևէ համերգ չկար, որևէ ուրախություն չկար, մարդիկ անգամ իրենց անձնական ծնունդը, կնունքը չէին նշում, զուտը հարգելով սուգը, բայց դուք եղաք այն միակը, այն եզակին, Իսպիրյանները եղան այն եզակի երգիչները, որ եկան Արցախ անգամ բլոկադայի շրջափակման ժամանակ եւ արցախցիներն էլ, եթե ուրիշ լիներ, այդքան մեծ սիրով չընդունեին, որովհետեւ սուգը հարգում էին, իսկ ձեզ մեծ սիրով ուրախությամբ ընդունեցին եւ դա եղավ Արցախում վերջին համերգը, վերջին երգը ձայնը, որ հնչվեց Արցախում ու այդտեղ նաեւ ներկա էր ձեր որդին Տարոն Իսպիրյանը, ով այս պահին ծառայում է հայոց բանակում, բարի ծառայություն ենք մենք նրան ցանկանում եւ կխնդրեմ ձեր զգացողությունները, ինչ զգացողություններ ունեք այս պահին, երբ հիշում եք, որ ձեր որդու հետ այնտեղ Արցախում եք դուք։ Տեսեք, դա վերջի համերգն էր մեր Արցախի եւ вообще Արցախ աշխարհի վերջին տեսարանն էր մեզ համար։ Ես էի Ներսիկոպարը, Արաբոն, մեր պրոդյուսերը եւ Տարոնը։ Չգիտեմ ինչ ասեմ, Նանիկ ջան, դա Աստված նորից կարողանանք մեր Ստեփանակերտի հրապարակում նորից համերգ տանք, նորից բազմությունը հավաքվի ժողովուրդը։ Արցախի համերգը, Ստեփանակերտի այդ օրվա համերգը շատ համ կարևոր էր, համ շատ մեծ բավականություն ստացանք մենք, որտեղ սա ամբողջ հրապարակը լեփլեցուն էր, կհիշեք դուք, լեփլեցուն էր, մարտական երգերով եւ ուզում եմ հիշեմ այն պահը, երբ որ Շուշին պետքա երգեր, պարոն Իսպիրյանը, մենք բեմի վրա, ես ու Արաբոն միաբուր ձայնով գոռում էինք Շուշի, երևի այդ Շուշի այդ ժամանակ արդեն թուրքական զինվորները բոլորը Շուշիի տակ արդեն սետկայով կանգնած էին, հիշում եմ, այդ ձայնը նախ իրանք լսել են, արդեն ինչ ասեմ, ես իմ շատ ցավ եմ ապրում։ Արցախ ինձ համար Հայաստան է, ինձ համար Արցախը երկիր է, իմ երկրի մի մասն է։ Արցախը մեզ համար մեր երիտասարդների արյունն է, մեր զովաստաղաների, մեր համար Արցախը իմ ուրեմն բակն է, իմ տան
կեսն է, ասենց ասեմ, էլի ոնց ասեմ։ Շատ մեծ արժեք ունի Արցախը։ Պարոն Իսպիրյան, անշուշտ Արցախ վերադարձը լինելու է եւ ինչքան մենք թարմ պահենք այդ գաղափարը, այնքան ավելի շուտ ենք մոտենալու այդ ճանապարհին, բայց այսօր դուք ինչ ճանապարհով եք տեսնում Արցախ վերադարձը, Արցախի նորից ազատագրումը։ Շատ դժվար է, բարդ հարց է, գիտես Նանիկ ջան, Արցախ վերադարձը այսօր մի հատ երգ ունենք, ասում է, աղտունս տունս, պապական տունս, չար թշնամին փակել է դուռը։ Այդ թշնամու զորքերը պետք է ջախջախվեն, միայն այդ տարբերակով եմ տեսնում, որով երգով չենք կարա գնանք, իհարկե երգը պետք է պահենք թարմ մեր գաղափարի մեջ, մեր ազգի, ուրեմն երիտասարդների մեջ, ընտանիքների մեջ, բայց Արցախ վերադարձը միայն պատկերացնում եմ ջախջախելով թուրքական զորքին, հզորացումով։ Այդ տեսեք, եթե չխուսափենք մեր բանակից, ծառայությունից, մեր երիտասարդները նվիրված գնան իրենց 2 տարին, հասկանալով փոխեն իրենց ընկերոջը 2 տարի ինքներ, հիմա ինքն է, հետո ինքը վերադառնում է իր առօրյային այն մյուսն է գնում։ Եթե խուսափում չլինի ամեն մի պարտավորությունից, Նանիկ ջան, մենք կարճ ժամանակում ես վստահ եմ, որ կձևավորվենք որոշ մի հատ հզոր կառույց։ Բայց այսօր որ տեսնում եմ մեր երիտասարդները, ծնողները, վայ մեր տղան չէ, ում համար գնա, ինչը բան, դա արդեն գիտես։ Իսկ երբ հասցրինք այսքան ոգեպես կոտրվել, միշտ մենք ես հիշում եմ ուրախությամբ էինք տղաներին, մեր եղբայրներին բանակ ճանապարհում եւ հպարտությամբ, որ իրենց տղան այնքան է մեծացել, որ իր պարտքն է տալիս հայրենիքին, բայց այսօր վախվորած են։ Տեսեք, նախինում էլ կար այդպես։ Օրինակ ես 98 թվին եմ ծառայել, Հադրութում ծառայել, Ղարաբաղ։ Այն ժամանակ էլ ով կարում էր ինչ որ մի միջոցով ազատվում էր, եթե մեկը հիվանդ էր, օրինակ հարթաթաթ էր, արագի մեջ իրանք իրար մեր որոշում էին, ինքը ասենք դե հարթաթաթ էր, բայց ասենք մի քիչ տես ծնողները բան շրջապատ չունեին, բան անուն չունեին, արագի մեջ իրանք իրար մեջ տես փողը ֆրցնում էին եւ ինչ որ ունեցողի տղան այդ հարթաթաթը կրում էր ինքը որպես ազատում էր, բայց այդ հարթաթաթը գնում ծառայում էր։ Այն ժամանակի կար տես բաներ, հիմա էլ չկա, բայց հիմա խուսափում են ծառայությունից։ Դե մտածում են, որ կարող է պատերազմ լինի, մի գիշերում կարող են մտնեն նորից ջախջախեն, բան դե ծնող են, ես բնականաբար ցանկացած ծնող իր որդու համար, իր երեխայի համար, բայց գիտեք ինչ, սիրելի ծնողներ, այս մեր 5000 տղաները, այս վերջի 44 օրյայի եւ դրանից առաջ ինչքան տղաներ կամավոր գնացին, կյանքը տվեցին մեր համար, մեր երկրի, մեր ազատ ապրելու համար, ես կոչ եմ անում մեր երիտասարդներին չխուսափենք զինծառայությունից։ Վերջապես մի հատ զենքից գլուխ անենք, տղա ես գնա բանակ մի հատ հասկացի զենքը ինչ բան է, ուրեմն զինվորական կյանքը, չէ՞ որ բոլորս տղերքով ենք այնտեղ։ Եվ պետք է փաստենք, որ մի հատ ազգային գիտակցություն, մի հատ բանակից վերադառնում են ուրիշ ոգով, ամբողջովին ուրիշ ոգով։ Ես շատ ողջունում եմ մեր հրամանատարական կազմին, որովհետև ամենաբարդ դժվար գործը իրանցն է։ Տեսեք, ինչքան տարբեր տեսակի ընտանիքներից զինվորներ են, չէ՞ տղաներ են։ Դե արի այդքանին մի բացատրի, որ տղա ջասա սխալ ասա, ճիշտ է։ Մեկը գալիս է իմացած, մյուսը գալիս է ոչ, вообще չի իմացած ոչ մի բանից։ Տարբեր ընտանիքներ են։ Փառք ու պատիվ մեր հրամանատարական կազմին, փառք ու պատիվ մեր բոլոր տղաներին, զոհված կամավորներին, ովքեր կերտեցին Շուշիի հաղթանակը եւ չգիտեմ խոնարհումս լինի իրանց եւ համբերություն լինի իրենց ընտանիքներին, լավ է լինելու։ Եվ վերջում պարոն Իսպիրյան կխնդրենք մեր հարցազրույցը ամփոփենք ձեր կատարումով։ Գուցե եւ Շուշիին նվիրված։ Ես ուզում եմ ասեմ, որ Շուշիի երգը ապրիլյան քարոզիայի ժամանակ հենց անմիջապես հետո 16 թվականից հետո իմ միջոցներով եւ իմ շատ լավ ընկերոջ միջոցներով մենք գնացինք Շուշի եւ նկարեցինք մի հրաշալի տեսահոլովակ նվիրված Շուշիին երգը։ Երգը ինձ նվիրեց Արմինե Հունանյանը Աշուղական դպրոցի եւ ես կատարեցի այդ երգը եւ մինչեւ այսօր պատկերացնում եք այդ երգի կոմենտները ուրեմն 5000 մոտ 5000-ից ավել դիզլայք են դրել, դա մենակ թշնամի ազգ է, էլի։ Սա դե տեսնում եմ ես եւ շատ
ուրախ ու հանգիստ եմ, որ գոնե վերջապես դե մտածում էի, որ կարող է կորցնենք Շուշին, ես դե մտածում էի ժամանակ, բայց ասում էի, քանի չենք կորցրել, կային հիմա դες Շուշին մի հատ նախ երգեմ նկարենք։ Կերգեմ մի փոքր հատված Շուշիից, հենց այդ երգը, սիրով կնվիրեմ այսօրվան մեր ազգին, մեր հայ ժողովրդին եւ բոլոր շուշվեցիքին։ Դիմացեք լավը լինելու, մենք վերադառնալու ենք, եթե կարանանք, ել եմ ասում, մեր սերունդներին համախմբենք, հավաքենք մի հատ լրջանանք։ Մայիսութին հրամայվեց ազատել Շուշին, պարում են անվախ քաջերը երգը շուրթերին, արծվի նման սլանում են տղաները քաջ, գնում են նրան հաղթելու մահին ընթառաջ, արծվի նման սլանում են տղաները քաջ, գնում են նրան հաղթելու մահին ընթառաջ։ Շնորհակալ ենք պարոն Իսպիրյան հզոր կատարման համար, թող ձեր ձայնը հասնի մեր Շուշի, մեր Արցախ, մեր տղաներին, մեր եղբայրական գերեզմանոց։ Շնորհակալ ենք։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը ազգային ժողովրդական երգերի կատարող Աղասի Իսպիրյանն էր։